խոսեցիք բարեգործական հիմնադրամից ու դիմեցիք կոնկրետ մարդկանց, արդյոք միայն նրանցից ունեք նպատակ գումար ստանալու, այսինքն այդ հույսով եք բացել բարեգործական հիմնադրամը ու այդ հիմնադրամի գումարները ոնց են ուղղվելու արցախցիներին, այսինքն ով է, էլի այդ փոփոխությունը ապահովելու ու մի հարց, մենք գտնվում ենք հիմա Արցախի ներկայացուցչության շենքում, ինչ նպատակ ու իմաստ ունի հայ այս ներկայացուցչությունը, Սամվել Շահրամանյանը, ընդդված պատգամավորները, որոնք մինչև այս պահը ասում են, որ իրենք գործող պատգամավորները ինչ են անում Արցախցու խնդիրը որևէ կերպով լուծելու համար, եւ դուք հանրապետության նախին երկու նախագահներին նշեցիք, Լևոն Տեր-Պետրոսյանի անունը բացառեցիք, ինչու՞։ Սկսեմ նախ ձեր վերջին հարցից, անկեղծ ասած սպասում էի այդ հարցին, եւ եթե չմոռանանք, մենք ունեցել ենք եւս մեկ նախագահ, Արմեն Սարգսյանի մասին է խոսքը, հաշվի առնելով Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը, դրանով պայմանավորված ես իր անունը չտվեցի, իսկ ինչ վերաբերվում է ումից ինչ սպասելիքներ ունեմ, ես իմ խոսքում նշեցի, որ առաջինը պետք է ուրեմն օժանդակեն այն արցախցիները, ովքեր տարիներ շարունակ արտոնություն են ունեցել եւ հաջողված բիզնեսներ են, սա գաղտնիք չէ։ Եվ այս ամենը Մամլո Ասուլիսի նպատակը առաջացել է մեր հայրենակիցների հանդիպումներից հետո, որովհետև արցախցիները շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանից, այսօրվա կառավարությունից մեծ սպասելիքներ չկան, եւ այստեղ հույսը դնում են իրենց հայրենակիցների վրա, սրանով է պայմանավորված։ Իսկ ինչ վերաբերվում է ինչ են անում մեր պատգամավորները կամ ինչ ենք անում մենք, սա ոչ միայն խորհրդանշական վայր է, այլև այն չնչին ուրեմն հնարավորությունները մենք պետք է նպաստենք, առաջ քաշենք, որպեսզի արցախցիների խնդիրները լուծեն եւ իհարկե վերադարձի հարցը միջազգային արտակներում ուրեմն ունենանք։ Սրանով է պայմանավորված մեր գործառույթը։ Մենք երբևիցե չենք խոսացել, քանի որ հարց եք ուղղում, ես ուզում եմ ձեր հարցին նույնքան ուղիղ պատասխանել, երբևիցե մենք չենք բարձրաձայնվել շենքի պահպանման ծախսերի հետ կապված։ Քանի որ կառավարության կողմից Արցախի պետական բյուջեն սառեցված է, այստեղ անհատներ են, ովքեր պատասխանատվություն են զգում իրենց վրա եւ ամենօրյա աշխատանք են կատարում եւ մարդիկ կան, ովքեր երեկոյան տաքսի են վարում, բայց առավոտներն այստեղ են լինում։ Իրականում սա իրականություն է եւ կարիք չկա այս ամենի մասին ընդլայնվելու, ժամանակի ընթացքում կգան լավ ժամանակներ, ես վստահ եմ, եւ մի օր դրանց մասին մենք կխոսենք։